Ես խոսեցի ֆիլմում առավել ևս խոսեց այն մասին, որ կյանքի վերջին շրջանը մի փոքր դրամատիկ շրջան էր, ողբերգական շրջան էր և այդ տխուր նոտարել կարծես թե այսպես թե այդպես պետք է ավարտվեր վերջնամասը ֆիլմի և ես ուզում եմ հիմա բեմ հրավիրել մի մարդու միաձայնության, դալիչի լույսերը խնդրում եմ մի փոքր տվեք, միաձայնության, ով շատ վաղ ու ծանիչելի ժամանակներից մտերիմ էր Արմեն Բարեսիչի հետ և իր տեղով հումոր ու ուրախություն և կարծում եմ մի փոքր մեր տրամադրությունը հիմա կբարձրանա մայստրո Մարտին Բաղդասարյանի Смысл жизни. Если делаем безраздельно, то смысл жизни – это в поисках смысла жизни. Если есть раздельно, это парусная цепь Так, 1965 թվական բարևեսին, մի հանգամանք, ողջունելով և շնորհակալություն հայտնելով Հասկանում եմ, երևի այդ ֆիլմում կարող էր և չլիներ, դրա համար ես նրանցում ասել, որ Դովլաթյանի «Բարև ես եմ» ֆիլմը մի քանի հոգու համար եղավ բացվող դռներ։ Նրանցից մեկը Արմեն Ջիգարխանյանն էր։ Մինչև այդ թատրոնում մի քանի իր ներկայացումներին, որտեղ ես հիմա բոլորը չեմ կարող հիշել, տարիքն ինչ անում է, բայց արդեն ճանաչված, արդեն սիրված դերասան էր Երևանում։ Իսկ երբ որ 65 թվականին Դովլաթյանը նկարեց «Բարև ես եմ», այդտեղից կարելի է ասել, սկսվեց Արմեն Ջիգարխանյանը, որին տեսանք և գավթի էպիգրամայով սկզբում ասվեց «Армен историк нет армян, как фильмов, где снимался Արմեն Ջիգարխանյան». Այդ գավթի էպիգրամաներ նվիրված Ջիգարխանյանին, բացի դրանից Ցերեխովան նույնպես իր առաջին դերն էր։ Կինոյում աշխատելու առաջին մեծ ֆիլմը եղավ ինձ համար նույնպես Դովլաթյանի «Բարև ես եմ»։ Այնպես ստացվեց, որ տարվերի երաժշտությունը ինչ-որ արևներով հիվանդ էր, թե ուրիշ ֆիլմում զբաղված էր, Դովլաթյանը տեսել էր իմ աշխատանքը Էրնեստ Մարտիրոսյանի ֆիլմում, Մարտիրոսյանը տաղանդ է դիպլոմային աշխատանքներ, և ասել եք, այս մտածելակերպով երաժիշտը կարող է ինձ համար երաժշտություն գրի ֆիլմին, և ինձ վերցրեցին։ Այդտեղ արդեն ես ոչ թե Արմեն Ջիգարխանյան դերասան, այլ Արմեն Ջիգարխանյան մարդ հանդիպեցի։ Արդեն այն շրջաններ, որ Մոսկվայում ֆիլմը հավաքվեր, և մի քանի դեպքեր եղան։ Մոսկվայի ցենտրալնայի հյուրանոցի տեղը ով գիտի։ Գորկու փողոցի վրա ով գիտի, ձեր բարձրացրեք Մոսկվայի մեծ հյուրանոցի տեղը։ Ուրեմն եթե Մոսկվայում ուզում էի հայ կինոյից մարդ հանդիպել, գնում էի ցենտրալնայի հյուրանոցը։ Ամբողջ կինոյի աշխատողները, բոլոր ֆիլմերը վերջնական տեսքի էին բերվում Մոսկվայում այդ ժամանակ, և այդտեղ տանիրովկեներ գնում, այդ բաներ գնում, ինձ էլ տարան մի անգամից փակեցին ստուդիայում, խոսքով այդտեղ կարևոր չի, կարևոր մնա, որ հետո արդեն Դովլաթյանը ասենց հավաքվել են, Դովլաթյան նայավորան, Արմեն նայ, ես են բան ինչ-որ, ոնց ես մտածում ֆիլմի լուծումը երաժշտական, ես ասի այն ամենասկզբում, որտեղ թեման ինձ մոտ շփոթ է լինել, ուզում եմ, որ այդ
շեփորից հետո որպես համաձայնություն այդ շեփորով ասվածին ծիտրերը դրանով էր սկսում շեփորով, հետո թեման շեփորով էր հետո մտնում են լարայինները դոբլացանն ասավ, չէ, ինչ լարայիններ, ինչ սա չի համար ասի Արմեն ջան, դու պատկերացնում ես, չէ, դու ներկայացումների ժամանակ զգացել ես, որ երաժշտությունը փոխում ապան պատկերացնում ես թեմայից հետո, շեփորի հնչողությունից հետո ի հաստատում են նրա լցվում են լարայինները Արմենը շատ ցույց լուրջ դեպքով ասավ, «Ни в коем случае»։ Հենց համոզված ասեց, որ ես արդեն սկսեցի կասկածել այդ լավ չի լարայինները մտնեն այդտեղ դրանից հետո մի դեպք եղավ, ուրեմն սպասում ենք, որ մեքենաները գան, որ գնանք Մոսֆիլմ, այդ հայտնի հայկական հյուրանոցի մոտ, հայ ֆիլմի հյուրանոցի մոտ կանգնած ենք, մի մարդ անցավ սենց թևի տակ օղու շիշը, թերթի մեջ հատատած։ Ասի Արմեն նայ ես ա շիշն ընկնելու է, իրեք քայլարեց շիշն ընկավ, շրեղ փշրվեց։ Այդ մարդը սենց կանգնել է, ոնց որ երեխուրա երմեզանց։ Ասում ну ребята же не поверят, что разбилось. Они подумают, я выпил, а у меня денег нет, и что мне с тобой делать, защищает Ахусума? Ասի Արմեն ես մարդուն երեներս սպանեն, հարկավոր ողն է, ասա հակնա փողը դուր։ Գնացի 5 ամս տվեցի, երկու լույսանից, 3 сколько? Ինչարժե շիշե։ 3.62։ 5 ամս տվեցի այդ մարդը գնացի երկես հետո տամ։ Մի օր Մոսֆիլմում, երկու օր հետո ճաշարանում Մոսֆիլմի ընդմիջում էր գնացի որպես ես է ճաշեն, վերցրեցի Asi сколько это у меня счет, Asi Джигарханян заплатил за вас. Որ ես տվել էի այդ արտեցողի որ շիշի կոտրվել է, ինք այդ փողով ինձ այդ բերելևի ճաշը պատվիրել էր։ Այդպիսի բաներ եղավ, հետո հետաքրքիր իրավիճակներ ստեղծվեցին, բոլորը տեսել են Մենավորում կուզելի ֆիլմը, ովքեր են տեսել Մենավորում կուզելի Ահագին մարդ տեսել է հրաշալի ֆիլմ, ընդհանրապես Դոլացյանի ֆիլմերը հրաշալի են, անանեն, որտեղ Արմեն Մեջիրխանը։ Մինչև հիմա ինձ հետաքրքրում է, թե ռուսերեն դուբլյաժում ինչպես են թարգմանել, հիշում եք, որ նոր քարտուղար է գալի։ Հա? Այո, նոր քարտուղար է գալի, այդ քարտուղարը հարցնում է Արմենի կերպարին, այդ բնակչին, որ շատ Ողին կպած եղալ է, ասում եմ, դու կուսակցական ես, Արմենի այդ կերպարը մորացան ներողություն, եկլերը շեխտել է, եկլերի մասին դիտեք անեկդոտ է։ Որ մեկը մտնում է խանում, ասում է, пожалуйста, мне дайте 3 склероза։ Ասում եմ, вам в аптеку, наверное, это напротив։ Ասում եմ, нет, у меня эклер։ Հիմա ինքնատ էկլերը էլ ես մորացա այդ կերպարի անունը այ քեզ բար։ Դու ետ չեք հիշում, նրանց էլ մոտել է էկլերը։ Հիմա, ինչ էի ասում։ Ռազմիկ ան, Հերոսյանը ռազմիկ է։ Այդ նոր եկած քարտուղարը ասում եմ, ռազմիկ, դու կուսակցական ես։ Նա չի պատասխանում հարցնում այրան, քարտուղարին։ Ասում է, ես դու կուսակցական ես, ասում է, այո։ Մինչև հիմա չեմ կարող հասկանալ, ոնց են ռուսերեն թարգմանել այդ իր ասածը։ Ես հիմա բառացիորեն չեմ ասում, բայց դուք կհասկանաք ինքը ինչ ասեց։ Այդ ռազմիկն ասում ասեց, բայց բարոյական օրենքներից զուրկի ծնունդին, հասկացաք չէ։ Ոնց ես կուսակցական դարձել է, մինչև հիմա ես չեմ կարողանում հիշել, թե ռուսական դուբլյաժի ժամանակ ինչպես էին այդ անվանել։ Այդ իմպրովիզացիա էր իրավատ։ Ինչպես նաև անում ապրեցեք երկարում, իմ որ երեխան պարում ռադիոյի բանի հեռուստացույց տակ պարում ինքնած երեխային նայելով իր առաջարկն է եղել, մի հատին ռեակցիա նկարեք։ Որ սենցան երևին որ պարվա չէ ինքնից Էդ իմպրովիզացիա էր իր կողմից։ Հետո
նո բարև ես եմ գլխավոր դերերից մեկն էլ ես եմ խաղացել այնտեղ։ Հիշում եք այդ էպիզոդը։ Ես միակ կերպարն է այդ էպիզոդում, այդ ֆիլմում, որ հարց հարցացրեցի ջրածնային խումբի մասին։ Ով է տեսել բարև ես եմ։ Չէ, այնքանի շատ մարդ չի տեսել, խորհուրդ եմ տալի, հրաշալի ֆիլմ է։ Եվ այդ ֆիլմը եղավ ոնց ասած մակարդակի բարձրացում հայ կինոյի և հայ ֆիլմի, շնորհիվ Դովլաջյանի, շնորհիվ Յավուրյանի և շնորհիվ Արմեն Ջիգարխանյանի։ Այդ ֆիլմում էլի կան էպիզոդներ, որոնք էլի իմպրովիզացիոն բնույթ էին կրում։ Այն գլխավոր էպիզոդը ֆիլմը, որտեղ ես եմ նկարվել, դա իրենց լաբորատորիան է ընդեր, որ գնում են ֆուտբոլ է խաղում բան գալիս են, այդտեղ այլ որ այնտեղ մի պահ այդ ես որպես երիտասարդ գիտնական։ Իրանք գնում են գործառնելու այդ տուրիստներին գցում են վրա էքսկուրսիային եւ ես այնտեղ ասում եմ ոչ մի ջրածնային ռումբ ամբողջ ինստիտուտում հայտարարություն։ Բամբոտ հաճախ ճառագայթներով զբաղվող պատամային էներգիայի բարոտավ զբաղվող ոչ մի պատամային ռումբ չունեին ինստիտուտում։ Լավ, ինքը թողնենք մի կողմ։ Ես բախտ եմ վիճակել ոչ միայն Երևանում ժամանակին տեսնել նորսական թատրոնում, այլ Մոսկվայի մի քանի ներկայացումներ եմ նույնպես տեսել եմ և տրամվայ ժելանիա բերվել էր Երևան նույնպես իրել եմ տեսել Մայկովսկի թատրոնում ոնց ասեմ, որ ես գնացի իրեն հանդիպել, ինչ-որ բան ենք պայմանավորվել, ինչ-որ բան պիտի ես տայի, թե ինչ-որ բան պիտի ինքը տար, որ ես բերի եմ չեմ հիշում, եկել եմ էլի, չեմ հիշում, այնտեղ դուրս գալուս դերասանական մուտքից, իրեք ինչա գրած նրան վրա, որ ներսից պիտի դուրս գալ, գրված է, выходя из театра, не забудь выйти из образа. Это չգիտեմ ինչի ես կարծում որ Արմենի առաջարկն այլ է։ Եվ այդ թատրոնում ես տեսա նրա Ներոնը։ Մի զարմանալի կերպար։ Եվ ես հավատացի, որ Ներոնը իսկապես այդպիսին է եղել, բայց Ներոնը չգիտեր, որ Ջիգարխանյանը հետո իրան ներկայացնելու է։ Այդ ոնց ստացվեց, այնպիսի համոզիչ, ցանկացած դերը, ցանկացած նրա մոտեցումը։ Եվ ես չէի ասի, որ նա հրաշալի երգիչ է, բայց մի քանի ֆիլմերում, որտեղ որ նա երգել է, Կոշկակարի երգը, հետո Չիրդիմովի եմ, հետո մյուս բանը մոռացել ֆիլմի անունը չեմ ասել։ Այդտեղ այն ինչ որ նա երգում է, ուրիշ ձևի երգեր չէր կարելի, որովհետև ստացվել ուրիշ երգ։ Ամեն ինչի մեջ դա շատ ճշգրիտ էր։ Եվ չեմ կարողանում հիմա հիշել, հենց որ գնամ տուն, իսկ ու կհիշեմ, դուք հեռախոսի համարները դրեք, ես դեսել զանգահարել, կասեմ ինչ էր։ Եվ ձեզ բոլորիդ շնորհակալություն Արմեն Ջիգարխանյանի նկատմամբ ձեր վերաբերմունքը ցուցաբերելու եւ ես երջանիկ եմ, որ նրա հետ մի ժամանակ ես դեռ օգտագործում էի իմ արտերկրում տարածավորը ես չեմ խմում։ Խմելու մասին։ Ուրեմն երբ ֆիլմում բարև ես եմ նույն արդեն ժամկետները նենց էին, որ շատ սիրում էին ստարան Մոսկվա, վերցրեցին լյուքս Ուկրաինայում, որովհետեւ այնտեղ հայակար, որ ես դերեմ Տանյայի բարը, նկարված չէր Տանյայի բարը։ Ես Տանյայի բարը դրեցի, հետո արդեն ինձ տեղափոխեցին էլի հայկական հյուրանոցը, ցենտրալին հայ հյուրանոցը, վերցրեցին նրա կուլտուրայի բանը դահլիճը, այդտեղ դաշնամուր կար, եւ բանալին դրեցին ինձ, ես ամբողջ օրը այնտեղ երաժշտություն էի պատրաստում ֆիլմի, դե քանի ասում եմ դեռ օգտագործում էի, անպայման մի քանի շիշ մի բան ելնում էր։ Ուրեմն տանիրովից հետո գալիս էին Ջիգարխանյանն ու Դովլաջյանը, ասում են, այսօր ինչ ենք խմում, այնտեղ վաճառում էին գերմանական գարեջուր, վաճառում էին լեհական գարեջուր եւ չեխական գարեջուր։ Ես երեքից էլ վերցրել էի, փորձեցին հետո Արմենն
ասաց, գիտես ինչ, արի այդ լեհականները գերմանականը մի վերցրու մենակ չեխականը։ Եվ որ գալիս էին արդեն դաշնամուրի գաշարված էին գարեջրերը, հա, այսօր ինչ ես գրել, ոնց հաստացվում, գարեջրին, շատ անմիջական մթնոլորտ էր այդ ֆիլմում աշխատելիս։ Ես հիմա իսկապես թրել ոնց որ ամեն ինչ էր, բայց մի հանգամանք, երևի այս ֆիլմում կարելի էր ինչ-որ մի ձևի նշել, որ իսկապես Ջիգարխանյանը ճանաչում ստացավ Բարև ես այդ ֆիլմից։ Այդ ֆիլմը եղավ նոմինանտ Կաննի փառատոնին։ Ճիշտ է, չստացավ, բայց մտել էր 4 ֆիլմերի մեջ։ Այնպես որ սա մեր իր մուտքն է կինոյի աշխարհ եւ համաշխարհային ճանաչվող որպես Արմեն Ջիգարխանյան դերասան, անձնավորություն, անհատականություն եւ դեմքի արտահայտությունը ճիշտ է որ կապենետ են հանրանում։ Նա լուրջ ֆիլմերում շատ լուրջ բաներ ասելով, երբեմն անլուրջ բաներ ասելով, նույն դեմքի արտահայտությունն է բանում։ Երևի ճիշտ անհամաձայնություն է ժամանակին իրան, որ դեմքը չէ փոխվում իրան։ Բայց կատակարի ֆիլմերում, կոմեդիաներում հետո ինչ-որ ամենտեղ նեպեմում միմիկաներ էր աշխատում։ Չգիտեմ ինչ կարող եմ ավելացնեմ, շնորհակալություն ձեզ համբերության համար, հետո դեսում վերաբերյալ Արտելիքը տակաչե, քամի զանա, ինյարը կաբուտաչե, քամի զանա չերմատ կոշը, բանա, ինչան եմ որ կանաչե, քամի զանա, զորքի շերյակը կանչե, քամի զանա չերմատ կոշը, բանա, Ռուզե Թովմասյանի անունը մի քանի անգամ հնչեց, իրոք հարազատ ընկերներ էին նրանք Արմեն Ջիգարխանյանի հետ, միասին բազմաթիվ ֆիլմերում աշխատած, ես բազմաթիվ անգամ ներկայ եմ եղել այն խնջույքներին, որտեղ նրանք երկուսով էին, իհարկե դա
քիչ է ասել հումոր, քիչ է ասել ծիծաղ, դա մի հրավառություն էր, եւ այստեղ Միքայել Դոլգացյանն է, որը նույնպես եւ խաղացել է Արմեն Ջիգարտակյանի հետ եւ նկարահանել է նրան իր ֆիլմում, եւ այսօր ես ուզում եմ մեծ սիրով նրան տրամադրել միքրոֆոնը։ Հարություն Միքայել։ Արիելուդես, իհարկե Մարտին Սովորակովիչից հետո դժվար անչոր բաներ ավելացնել, որտեղ եթե սաղ կինո պատմասնած, արդեն հտրակեր չունի, բայց ինչեր Արմեն Բարիսիչի հետ ես արզա փոքր ժամանակից տեսել էի փոքր ժամանակից տեսել էի և ընտանիքներով էի մոտիկ ինքը գալիս դեր տուն, հետո աշխատանքներ բարև ես էի այդ հիշողությունները հատական կան, բայց երբ որ ես մեկնեցի Մոսկվա սովորելու, այնտեղ սկսվեց իմ ավելի սերտ հանդիպումները Արմեն Բարիսիչի հետ։ Մայրկովսկու թատրոն, դեր մենք ասենք դիքում ֆիլմեր եք նայում և ինչ-որ ֆիլմերի հետ շարքում նայեցինք տրամվայ ժողալի, որտեղ խաղում էր Մարլոն Բրանդոն և խաղում Վիվիեն Լին, հրաշք ֆիլմ, ժողաշկետանքի ֆիլմ, բայց անցավ որոշ ժամանակ և Արմեն Բարիսիչը հրավիրեց իր մոտ նայելու Մայրկովսկու ներկայացումը տրամվայ ժողալի։ Ես մի բան եմ ուզում ասել, իմ տպավորությունը երիտասարդ, որ մնաց վերած, դեր բոլորս գիտենք, Մարլոն Բրանդոն, մի վիթխարի դերասան, մի մեծ կուլտուրա ունեցող եւ այլն, բայց երբ ես տեսա Չվերխանյանի Կովալսկին, դա մի մեծ աշխարհ է, որովհետև դա մոռանում էի, որ նա հայ է, մոռանում էի ինչի հետ գործունես, շատ մի մեծ վիթխարի գործ է արված, իմ մոտից և ասում, այդ ժամանակվանից ես հասկացա, թե ում հետ գործ ունեմ, ինչ մի մեծ երևույթի հետ գործ ունեմ, որովհետև դա անասելի է, պետք է մոզապես տեսնել։ Թատրոն հասկացողությունը, մենք հիմա թատրոնում ենք և միգուցե դա ճիշտ է, որ այստեղ նշում 90-ամյակը, որովհետև նա լիովին թատրոնի մարդ է։ Բոլորը ճանաչում են իրան կինոներից, որովհետև կինոն տվեց իրան այդ ժողովրդականությունը, սիրեց, որտեղ ասենք երկրներում եւ այլ, բարև ես եմ, որը տարավ հաստրեց մինչև կանի փառատոն Դոլգացյանի եւ Չվերխանյանի, բայց թատրոնը չուներ Չվերխանյան հասկացություն չէ, հավատացեք, ես 100% մտակիտ եմ, որովհետև նա սնվում էր թատրոնում, նա ապրում էր թատրոնում, նա
իր ասացվածքները արժանի են մի երևի գրքերի, որ տպագրվել են, որովհետև և իր հորինված ասացվածքները, և ինչ-որ մեջբերումներով, թե Սենեկայից, թե Սոկրատից, թե ինչ-որ Նիցշեից, որ ինքը խոսում պատմում էր, այդ իմաստությունները, դա թատրոնից էր գալի, դա թատրոնից էր գալի ամեն ինչ, որովհետև հեշտ բան ասել, հենց դերում ինքը ապրում էր, ասում ենք ու ասում ենք, բայց նա իրոք ապրում էր այն պերսոնաժներով, այն դերերով, որոնք նա իրականացվեց տարբեր բեմերում, թե Մայակոս վերջին, թե ասենք Լենկոլն և այլն, ինչևէ ես հիշում եմ նրան որպես մեծ վիթխարի իմաստուն և թախծող մարդ, որը բացի նրանից, որ իր ողջ կյանքում անցկացրեց սեր հասկացողությունը, թե սերը դեպի իր մասնագիտություն, թե սերը դեպի թատրոն, իր ընկերության հանդեպ սերը, իր մոր, որը իր համար մեծ Աստված էր, նա մեծ մարդ էր, և հույսով եմ վերևում դառնալու ուրախանում, որ մենք հավաքվում ենք և նշում ենք իրար 90-ականներ, շնորհակալություն։
можно, если есть припев. Кружит голову мимоза, я приду опять. Любовь бросить невозможно, можно потерять. Кружит голову мимоза, я приду опять. Любовь бросить невозможно, можно потерять. Можно потерять. Можно потерять. Спасибо. Вечная память великому Армену Джигарханяну. И спасибо за прекрасный фильм создателям.